24 News. Պարոն Մամիջանյան, դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է եւ մեր մեղավորությունն է, որ նա միջև հիմա պաշտոնավարում է, ինչ է արվելու այս ուղղությամբ միջև ընտրություններ Փաշինյանին հեռացնելու հետ կապված։ Սերժ Սարգսյանը նշեց, որ կա կոնկրետ ծրագիր եւ Փաշինյանին հիմա հեռացնելու ճիշտ ժամանակն է։ Արդյոք քննարկումներ ունեցել եք Հայաստան խմբակցության հետ, իրենք արդյոք այս տեսակետին են թե ոչ, եւ նաեւ իմպիչմենտի Նիկոլ Փաշինյան անվստահություն հայտնելու գործընթացի հետ կապված ձեր խմբակցությունից նշվեց, որ տեխնացու հնարավոր է դուք առաջադրեք, արդյոք տեխնացու առաջադրելու եք, թե ոչ, քննարկումներ կան։ Ես չգիտեմ, թե դուք որտեղից եք վերցրել մեր խմբակցության հայտարարություն, որ մենք կարող է տեխնացու առաջադրենք, այդպիսի բան պատիվ ունեմ խմբակցությունից որևէ մեկը չի հայտարարել երբեք։ Տիգրան Աբրահամյանն է ասել, որ քննարկումներ ընթանում են։ Քննարկումներ ընթանում են ու կառաջադրենք տեխնացուն, դրանք տարբեր նախատեսություններ են։ Տեխնացուի շուրջ։ Կետարկետ գնանք։ Ես չեմ կարծում, որ ես պետք է Հայաստան դաշինքից, ոչ թե չեմ կարծում, այլ վստահ եմ, որ դա այդպես չէ, ճշտեմ իրենք կողմնակից են Փաշինյանին հեռացնելուն, թե չէ։ Ես վստահ եմ, որ նմանօրինակ հարց ես Հայաստան դաշինքի հետ քննարկելու չունեմ։ Ես իրանց դիրքորոշում այդ հարցում գիտեմ։ 1 2 նախագահ Սարգսյանի նշած ծրագրի հետ կապված դուք հարցնում եք դրա շուրջ տարվող աշխատանքների մասով, դրա շուրջ տարվող աշխատանքները սկսել են շատ ավելի վաղ, քան նախագահ Սարգսյանը առաջին անգամ դրա մասին խոսեց ծիծեռնակաբերդում եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Ինչի ենք մենք համարում, որ հիմա դրա լավագույն ժամանակն է, 1 որովհետեւ Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմում վրա է ու շարունակելու է գահավիժել, շարունակի այդպիսի գրառումներ անել։ Ինչքան կարողանում ես արա։ Ինչքան կարողանում ես մարդկանց քո իրական դեմքը ցույց տուր։ Դա առաջին Երկրորդ, որովհետև Փաշինյանը այս պահին աշխարհակահաղական աջակցություն ունի իմ վերլուծությամբ բացառապես Թուրքիայից։ Երրորդ, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը անվանվում է impeachment մեր մամուլում, ենթադրում է միակն է ճանապարհներից, որը ենթադրում է 0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից։ Այսինքն դա ընտրություն չի, որը ինքը կազմակերպելու է իր բոլոր խախտումներով, դա արտահերթ ընտրություն չի, որը ինքը նշանակելու է, դա հրաժարական չի, որը պիտի իրան ժողովրդական ճնշման միջոցով ինքը տա կամ չտա։ Ինքը 0 մասնակցություն ունի այդ գործընթացին։ Այդ եւ մի հազար հատ այլ պատճառներով մենք համարում ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը ամենաիրատեսականը, ամենահավանականը այս պահին։ Տեխնացուի հետ կապված ես եւս մեկ անգամ մեջբերեմ մեր հայտարարությունը, մենք չենք առաջադրում այս պահին տեխնացու, որպեսզի առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնենք քաղաքական ամբիցիաներով, քաղաքական նկրտումներով։ Ու այդպես հանրապետականը վարվել է վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկման ժամանակ։ Չկա Հայաստանի ներքաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ, որը կարողանա գա ասի, այսինչ գործընթացը վիժեցվեց կամ այսինչ գործընթացի ընթացքում խնդիր առաջացավ, որովհետև հանրապետականը քաղաքական ամբիցիաներ կայացրեց։ Ես կարող եմ 10 քանի այդպիսի դեպք թվարկել, բնականաբար չեմ անի դեռ։ Ուստի կարծում եմ, որ ինչքան շատ ինքը այսպես շարունակի, այնքան ավելի հավանականությունը կբարձրանա անվստահություն գործիքի կիրառման։ Այդ թվում նաև այն պատճառով, որը ես մեջբերել էի մեր բրիֆինգի սկզբում։ Կարծում եք նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներին սա դեր կխաղա իրենց որոշման վրա։ Նորից գնանք։ Մենք շատ ենք խոսել սրա մասին։ Մենք մինչ օրս միշտ շարժվել ենք փողոցային պայքար, փողոցային կոնսոլիդացիա, որպես վերջնարդյունք անվստահություն հայտնելու գործընթաց դրա անվանությամբ բոլոր նախորդիվ շարժումների ընթացքում կա առաջարկ նախաձեռնողների կողմից հակառակ գնալ եւ որպեսզի անվստահության գործընթացը, այսպես կոչված impeachment-ի գործընթացը լինի այսպես կոչված trigger փողոցային լայն կոնսոլիդացիայի համար, ես որևէ տրամաբանական պատճառաբանություն դա չփորձելու
չեմ տեսնում։ Իսկ թե ինչ վերաբերվում է ԿՊ-ական падգամավորներին, նորից եմ ասում, ինձ միևնույն է իրանցից յուրաքանչյուրը ինչ պատճառով կմիանա անվստահության գործընթացին։ Մեկը, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է ու այսօր առավոտը պիտի որ շոկ ապրած լինի։ Մեկը կարող վախենում էր մինչև հիմա դրա մասին խոսել, բայց այն ժամանակ Արցախի կորստի հետ կապված, Արցախի հանձնման հետ կապված ունեցել է իր մտքերը, հույսերը, հիմա հաշվի առնելով Փաշինյանի գահավիժող ռեյտինգը այլևս չվախենա։ Մյուսը կարող է սոցիալական խնդիրներով տեսնի, որ մեր ազգաբնակչությունը պարզապես հարստահարվում է հարկերով, գույքահարկերով, աղբահանության վճարներով, եսի մինչերով ու դրա համար անի։ Մյուսին կարող է դուր չգա այն փաստը, որ սոցիալական անհավասարությունը, սահմանադրությանը հակասություն է մտցվում եւ մարդկանց առաջարկում են օրինական վճարով իրենց քաղաքացիական պարտքից, այսինքն բանակում ծառայելուց հրաժարվել, որ օրինակ Civic-ը եւ այլ որոշ լրատվականներ չգրեն, այո, ես չեմ ծառայել Հայաստանի Պետության զինված ուժերում, որտեղ գիտությունների տեխնացու եմ։ Ուստի ինձ մեկա թե յուրաքանչյուրը ինչ շարժառիթ կունենա, ինչ դրդապատճառ կունենա, բայց ես կարող եմ երաշխավորել, որ հայրենասերները կապահովեն այն ԿՊ-ական падգամավորների անվտանգությունը, պաշտպանությունը, որոնք կփորձեն եւ կորոշեն անցնել պատմության ճիշտ կողմը։ Շնորհակալ եմ։